Աթանասյան բարև ձեզ, ավանդույթի համաձայն ամեն երեշաբթի այս ժամից մեր տաղավարից խոսում եք մի քանի թեմաների մասին, որոնք առանձնացրել եք։ Եվ այսպես երևի սկսենք այս հարցից։ 3:24 նյուսը տեղեկություն տարածեց, որ դեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է անձամբ գնալ Մայրաթոր, շակերտներում հարցը լուծելու համար վերջնականապես։ Մենք նախորդ շաբաթ տեսանք ինչ տեղի ունեցավ Մայրաթորում, հավատավոր ժողովուրդը ինչպես կանգնեց Մայր տաճարի, Հայ Առաքելական եկեղեցու եւ Վեհափառի կողքին, դուրս բռնելով, մի գազերի մեջ նստեցնելով եւ լարելով այդ 10 տիրադավներին, բայց հիմա ինչ սպասել դեկտեմբերի 28-ին ըստ ձեզ, ինչ է պատրաստ գնալ այս իշխանությունը։ Ուրեմն, գիտեք ինչ կա, Մարիամ ջան, դուք շատ խտացված եք անում, եթե անգամ ամսի 28-ին Նիկոլը իր բանդայի հետ, իր թուրքական ապրանքների հետ հարբած գյուղերից հավաքած այդ ոչնչությունները մտնի եկեղեցի, առնվազն կկրկնվի այն, ինչ կրկնվեց Լենինականում։ Մեկ օր հետո կհավաքվեն ազնվագույն Հայ Առաքելական եկեղեցի նվիրյալ սպասավորները օծյալ կաթողիկոսի հետ միասին, ինչպես 7 վերք եկեղեցին մաքրեցին, սրբադասեցին նորից, աղոթքով մաքրեցին եկեղեցին պիղծ, ստոր, գարշելի Նիկոլի ու նիկոլականների այդ արշավից հետո ինչպես արել են երբ թուրքերը, գիտեք ինչ կա, թուրքերը հաճախ ախոր են դարձրել հայոց եկեղեցիները եւ հայոց եկեղեցիները հետո օծվել են, սրբադասվել են եւ դարձել են նորից հայ առաքելական եկեղեցու տաճարներ առաստված։ Դա կլինի։ Կաթողիկոսը օծյալ կաթողիկոս է, կաթողիկոսը ընտրված կաթողիկոս է, ընտրվել է եւ օծվել է։ Կաթողիկոսը ցմահ է, մինչեւ կյանքի վերջը կաթողիկոս եւ ոչ ոք չի կարող ոչինչ անել։ Հասկանում եք։ Նայեցեք, այս օպերայի եւ բալետի թատրոնի այդ փոխտնօրեն կոչեցյալ այդ ոչնչությունը, երբ մտավ պղծեց ջուղայեցի հանճարեղ կաթողիկոսի սրբատեղը, ես գիտեմ։ Մի եղբայր Դիլիջանի քաղաքապետն է, մի եղբայր տնօրենն է, ինքը տնօրենի տեղակալն է։ Հա, ոտքերով հարվածում էր եւ այլ։ Դուք պատկերացնում եք, Մարիամ ջան, որ Գոհար Գասպարյանից հետո, Լևոնյանից հետո օպերայում այսպիսի անասուններ կան։ Ես ներողություն եմ խնդրում աշխարհում բոլոր անասուններից, որ այս կերպարին համեմատում եմ իրենց հետ։ Անասուններն ավելի ազնվաղ ու կենդանիներ են, քան սրանց նմանները։ Նիկոլական այդ աղբը։ Բայց Գոհար Գասպարյանից հետո օպերայի շենքում այդ նմաններն են, նիկոլական այդ նման ոչնչություններն են ճեմում եւ հարցեր լուծում։ Եվ ասեմ ձեզ, որ օպերայի եւ բալետի կասաներից մեկի աշխատողը ասաց, որ մասսայաբար այդ դեպքից հետո օպերայի տոմսերը չեն գնվում կամ հետ են վերադարձվում օպերայի տոմսերը ամանորյա այդ միջոցառումների համար։ Եվ ԿՊԱ-ականները հանձնարարել են հետ չվերցնել եւ ԿՊԱ-ականներն հանձնարարում են, որ այս ծանր ժամանակաշրջանում օպերան չլքվի։ Հասկանում ես, իրենք պղծում են ամեն ինչ։ Հա, Նիկոլ ասեմ, թե իր բանդա հետ մտավ եկեղեցի դուրս եկավ։ Կաթողիկոսին պետք է ընտրվի եպիսկոպոսաշ ժողովը։ Եպիսկոպոսաշ ժողովի 8 եպիսկոպոս այս ծանրության տակ իրենց ապրած կյանքի ծանրության տակ հասկանում ես գետնին նայելով, առաստված չնայելով կատարում են Նիկոլի ցանկությունը, բայց չէ որ կա նաև 30 եպիսկոպոսներ, ովքեր իրենց սատարումը, վստահությունը հայտնեցին օծյալ կաթողիկոսի հանդեպ, հավատարմությունը հայտնեցին։ Հասկանում եք, այն 650 հայ եկեղեցու սպասավոր քահանաները, սարկավակները բոլորը հայտնեցին, չէ՞։ Իրենց հավատարմությունը, հո բոլորը նիկոլական փողերով, պաշտոնով ծախու չեն։ Հա եկեղեցին կմաքրեն, կոծեն նորից մեր մայր տաճարը, եւ հետո Նիկոլը ինչպես կարող է մտնել այն տաճարը, որը վերանորոգվել է Սամվել Կարապետյանը։ Տաճարի վերանորոգման մեծագույն համարյա 80-85%-ը իրականացրել է Սամվել Կարապետյանը։ Այդ մտնելուց հետո նա պետք է ցույց տա, չէ՞, թե ինչպիսի շքեղ է այդ կաթողիկոսանը մեր մայր տաճարը։
Եվ հետո մարդիկ պետք է հարցնեն, բայց չէ՞ որ Սամվել Կարապետյանն էր, չէ՞ հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ ինքն էր վերանորոգում իր փողերով։ Նիկոլ, դու գնացել ես նրա վերանորոգած եկեղեցին ում բանտ է սկսել առանց օրինական որևէ հիմքի, պարզապես որպեսի հեծը թալանես, որպեսի նիկոլական տականք ճիվաղները աշխատանք ունենան, որ հետո քեզ սատարեն։ Որովհետև թուրքերը հրամայել են հեծը տալ իրենց, թուրքերը հրամայել են ամբողջ էներգետիկ համակարգը Հայաստանի Հանրապետության, շուտով լինելու է թուրքական սեփականություն։ Ես դա ասել եմ դեռևս 3 տարի հետո ռազմական, քաղաքական ստրկությունից հետո, կապիտուլյացիայից հետո, տնտեսական ստրկություն է լինելու հայ ժողովրդի համար, ով չի հասկանում, թող հասկանա, եթե ինչ-որ մեկին թվում է, որ Ադրբեջանից բենզին բերելով դուք օգուտ եք անում, դուք սխալ եք, դուք հանճարեղ տականքություն եք անում, որովհետև այդ նույն բենզինը ավելի էժան է, դիզվարդը ավելի էժան մենք Իրանից ենք բերում, ավելի էժան, թե գրզոն աղքատացել է, գրզո գլուխդ մաքրի, Նիկոլը բան է թապ է գլխիդ, սերնդե սերունդ չես մաքրվելու, գրզո, եթե կեզ թվում է Սուրմալիում 16 զոհերի համար Նիկոլն ու գրզոն պատասխան չեք տալու եք, են 20 շենքերը, որ կառուցում եք հայի արյան վրա թուրքերի համար, պատասխան եք տալու, Ստում են, որ բենզինը 450 դրամ է դառնալու, բենզինը 450 դրամ էր։ Եվ տնտեսագետներից մեկը հաշվարկ է արել։ Իրանից եկած բենզինի ինքնարժեքը 300 դրամ է։ Գնացքով Ադրբեջանից եկած բենզինի ինքնարժեքը 280 դրամ է։ Լիտրը։ 280 դրամ։ Ինչու ճիշտը չեք ասում։ 20 դրամի համար մեր ժողովրդին նորից ստրկացնում եք։ Բացի դրանից, վերջերս Ադրբեջանի մեծ տուգանքներ դրեցին Եվրոպայում եւ հրաժարվեցին ադրբեջանական նավթից, որտեղ ադրբեջանական նավթը իր մեջ ունի այնպիսի թունավոր կոմպոնենտներ, որը քայքայում է ամբողջ նավթատարը։ Քայքայում է նավթատարը։ Սա միջազգային փորձագիտական խումբն է ասել, որովհետև ադրբեջանական նավթը ինքնին իր մեջ կրում է այդ թունավոր էլեմենտները, մետաղների քայքայիչ էլեմենտները։ Սովետական միությունում հատուկ տեխնոլոգիաներով այն մշակում էր, որը Ադրբեջանը չունի։ Եվ այդ տեխնոլոգիա, ինչու են ասում, որ սովետական միության մեքենաների եւ բոլոր սարքավորումները հատուկ մետաղից էին եւ հատուկ պաշտպանիչ շերտեր ունեին։ Դա ադրբեջանական Բաքվի նավթի թունավոր քայքայիչ հատկությունների դեմ պայքարելու համար էր, որը Հայաստանի Հանրապետությունը այդ հնարավորություն չունի, որ Հայաստանի Հանրապետության մեքենաների արդեն 95-96%-ը դրանք եվրոպական, չինական, ճապոնական մեքենաներ են, որոնք չունեն են մետաղների դիմադրողականության եւ մետաղների մաշվածության այնպիսի դիմադրողականություն, որպեսզի կարողանան գոյատևեն։ Եվ շատ շուտով մեքենաները շարժիչի խնդիր են ունենալու։ Ոչ միայն շարժիչի խնդիր են ունենալու, այլ նաև բոլոր խողովակները, որով այդ բենզինը գնում է եւ այդ սրսկող բոլոր սարքերը մեքենաների, բոլորը դառնալու են ոչ պիտանի։ Միջինը, ինչպես մի նյութ ես կարդացի այնտեղ էր գրված, միջինը 1000-ից 4000 դոլար ամեն մեքենայի վրա, յուրաքանչյուր մեքենայի սեփականատիրոջ վրա տարեկան ծախս է ավելանալու։ Ծախս։ Ես հասկանում եմ, որ Գրզոն 4000 էլեկտրոմոբիլ է բերել եւ իրեն դա չի հետաքրքրում, որովհետեւ իր բիզնես կենտրոններից մեկ էլեկտրոմոբիլներով տաքսի ծառայությունը իրեն այդքան վնաս չի պատճառի, բայց Գրզոն թքած ունի, ինչպես տասվեց զոհերի 40 վիրավորների վրա, ինչպես թուրքական թակառուցելու վրա, Հայաստանի սահմանների վրա, այս Գրզոն չէր, որ ասում էր 10 արցախցիա զոհվել, հետո իհարկե ներողություն խնդրեց գորգորալով, բայց ոչ ոք չի կարող ասել, որ Գրզոյի հոգեբանությունը թալանչի թուրքական ստրուկի հոգեբանություն է։ Բայց Գրզոն ազնիվ է։ Ինքը ասեց, ես առևտուր եմ անելու ադրբեջանցիների հետ։
Եվ ինքը անում է այդ առևտուրը, որովհետև ինքը հայրենիքի սրբություն չունի։ Հիմա պարոն Հովհաննիսյան, դուք սրան քիչ անդրադարձաք, բայց այս Դուրգարյանի հետ կապված, հա, այս նախնական հրապարակումներ եղան մամուլում, թե ինչ վիճակում է ինքը եղել, խմած է եղել, թե ինչ։ Հա, դա այն մարդն է, որը մամուլում հիշատակեցին, որ ինքը նաև նարկոտիկների համար քրեական գործեր են հարուցվել իր վրա։ Հետո այդ քրեական գործերը Աննա եւ Նիկոլի միջամտությամբ փակվել են, թե չեն փակվել, պարզապես ընթացքը թողել են, եւ եթե ինձ թվում է, որ քրեական գործերը չեն փակվել, պարզապես այդ քրեական գործերը ցանկացած բան կարող են վերաբացվել եւ դրա համար ինքը գոռում է էկրանի առաջ ցույց տալու համար իր հավատարմությունը։ Հա, որ ամեն ինչի ընդունակ եմ, անգամ իմ հավատս կպաղծեմ եւ ուրիշ բաներ եմ ուզում ասել, նաեւ այս Եզրասկ եպիսկոպոսի հասցեին ընդունված այդ հրապարակված իբր թե ԱԱՑ-ն հրապարակել է գաղտնա ուշադիր լսեք։ Ես շատ երիտասարդ տարիներին աշխատել եմ Սիսիանի կուսակցության շրջկոմում որպես հրահանգիչ գիտելիք ընկերության նախագահ։ Եվ այն ժամանակ յուրաքանչյուր կուսակցական դուրս էր ԱԱՑ-ի հսկողության տակից, որովհետև կոմունիստական կուսակցության անդամները դուրս էին ԱԱՑ-ի վերահսկողության տակից։ Հետո ես ծառայել եմ Արևելյան զորքերի հետախուզության եւ էլեկտրոնային պայքարի պետ։ Հետո ես եղել եմ Հայաստանի Հանրապետության ռազմական ուսումնարանի դեսանտագրային եւ հետախուզության պատրաստության ֆակուլտետի պետ։ Եվ երկար տարիներ աշխատել եմ Վազգեն Սարգսյանի ապարատում, ինչպես նաև հատուկ հանձնարարությունների գծով իր օգնականն եմ եղել։ Ես շատ եմ շփվել ԱԱՑ-ականների հետ։ Մինչև 1992 թվականը, ուշադիր լսեք, ԱԱՑ-ի բոլոր գրագրությունները ռուսերեն էին։ Երկրորդը 1941 թվականին պատերազմից հետո Ստալինը որպես պաշտպանության պետական կոմիտեի նախագահ հրապարակում է եկեղեցիները վերաբացելու եւ քահանաների հետ պետական համագործակցության մասին որոշում։ Եւ այդ համագործակցությամբ քահանաներին կարող էր միայն կենտրոնական ապարատը հավաքագրել։ Կենտրոնական ապարատը Մոսկվայի ԿԳԲ-ն է, որը բնականաբար հայերեն չէր հավաքագրի։ Երրորդը, Մարիամ ջան, հիշում եք ազգային ժողովի օրենքը, որ ընդունվեց ԿԳԲ-ի ԱԱՑ-ի բոլոր արխիվները վերացնելու, ոչնչացնելու մասին։ Հիշում եք։ Եթե որոշումը կա կառավարության, օրենքը ընդունվել է, հայտարարեցին, որ ԱԱՑ-ի բոլոր արխիվները այրված են, այդ թուղթը որտեղից են հանել։ Ժողովուրդ, չէ՞ որ ասեցին ԱԱՑ-ի բոլոր արխիվները վերացվում են, այրվել են։ Հետո հաշվետվություն տվեց Նիկոլ Ստախոս, Կապիտուլյան, Դավաճան, Հայասպան, Եկեղեցասպան, Թրքամոլ, Թրքահպատակ Նիկոլը, ինչ բառ ասես, բացասական Նիկոլի սազում է այսօր։ Չէ՞ որ ինքն էլ հաշվետվություն տվեց կառավարության նիստերից մեկի ժամանակ ասեց, որ այո, մենք կատարել ենք օրենքի պահանջները։ Բայց ո՞նց է այդ թուղթը մնացել։ Ամեն ինչ այրվել էր, բայց Եզրասի մասին թուղթը մնացել էր։ Երկրորդը, վերջերս երբ սկսեցին ԱԱՑ-ին քննադատել, հատկապես ԱԱՑ գլխավոր դատախազ ինտիմ սեռամոլագար կապի մասին հոդվածից հետո ԱԱՑ-ն առաջին անգամ պատասխանեց այդ լուրերից հետո ԱԱՑ-ն պատասխանեց, որ պատարագի սրբագրումը ԱԱՑ-ի կանոնադրական իրավունքների եւ պարտականությունների մեջ չի մտնում։ Հիմա հարց եմ տալիս ԱԱՑ-ի պետ Նիկոլական հերթական ոչնչություն։ ԱԱՑ-ի պարտականությունների եւ իրավունքների մեջ մտնում է արդյոք գործակալական ցանցի բացահայտումը։ Մտնում է։ Գործակալական ցանցը պետական գաղտնիքի մեջ է մտնում։ Այսինքն ԱԱՑ-ը
Դու պետական գաղտնիք ես բացահայտել, այսինքն կատարել ես հանցագործություն։ Նիկոլ Փաշյան, դու կատարել ես հանցագործություն, պետական գաղտնիք ես, որովհետև գործակալական ցանցը պետական գաղտնիքի մեջ է մտնում։ Այսինքն սուտը ստի վրա, սուտը ստով։ Ուրեմն ստեղծել են, Մարիամ ջան, ոչ ոք չգիտի, բայց 560 կայք են ստեղծել նիկոլականները ընտրություններից առաջ, 560 ֆինանսավորում են յուրաքանչյուրին ամսական 10 միլիոն, այսինքն ամսական 560 միլիոն փող են տալիս այդ կայքերին, որպեսզի նիկոլական քարոզչություն անեն։ 560 միլիոն։ Նիկոլն ասում է 10,400 դրամ թոշակառուին ափսոս է։ Թոշակառուն հիմարը չի կարող արդյունավետ կիրառել, օգտագործել այդ փողը, մենք իրեն չտանք։ Բայց 560 միլիոն տալիս են լպստված դեմքով, կիսագրագետ, թուրքահպատակ նիկոլականներին, որպեսզի այդ Նիկոլի ասած հիմարությունները տարածեն։ Նորից եմ ԱԱՑ-ի պետ եւ բոլոր ԱԱՑ-ականները, ովքեր նստած եք այդտեղ, ովքեր գործել եք թխում Նիկոլի հրամանով, պատասխան եք տալու պետական գաղտնիք տարածելու համար։ Եթե անգամ Նիկոլի ասածներից որևէ մեկը ճիշտ է, ապա դա հաստատումը կամ ժխտումը հանցագործություն է, որովհետև դրա իրավունքը ձեզ վերապահված չէ։ Ես ուզում եմ անդրադառնալ նրանց, ովքեր նորից ասում են, որ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում։ Եկեղեցին իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու։ Եկեղեցին կազմակերպություն է կրոնական, որի քաղաքական իրավունքները պաշտպանվում է խղճի, կրոնի ազատությունների մասին օրենքով եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ։ Եկեղեցին հայ ժողովրդի մասն է եւ Հայաստանի փրկությունը, Հայաստանի դա եկեղեցու սրբագույն գործն է։ Իսկ ինչ վերաբերվում է, ոչ ոք չգիտի, բայց ասեմ ձեզ, որ գլխարկով են հասկրամռուտ այդ լակոտին գյուղում այնքան են ծեծել եւ ամաչում է դուրս գալ տնից, որը եկեղեցու դրանը հարվածել է ոտքով։ Ես երբ երեխա էի, ես մեծացել եմ Սյունի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ նշանավոր պատմական եկեղեցու բակում, դա իմ տնից 150 մետրի վրա է։ Սիսիանում կար Եղիշ անունով մի պապիկ, որը կաղում էր։ Եվ մենք գնում ենք եկեղեցու մեկ, մեր տատիներն ու պապիկները, մեր ծնողներն ասում են, տեսեք, Եղիշ պապին վատ բան է արել եկեղեցու հանդեպ։ Ոտը կարճացել է, կաղում է։ Ես այդպես եմ դաստիարակվել, որ եկեղեցին սրբություն է։ Հասկանում ես։ Պապս Կարմիր Աստղի 2 թե 3 շքանշանի ասպետ էր, գերմանական եւ կվանտունյան բանակների դեմ վետերան, ուներ մեդալներ անթիվ անհամար, բավականին փող էր ստանում իր մեդալների համար զինկոմիսարիատից, ասում էր, եթե ինձ ասեն ձեռտի եկեղեցուրա սուտ երթում կեր, Նիկոլայ Պապս էր ասում, քեզ քաշով մեկ ոսկի կտանք, չեմ անի, եկեղեցին սուրբ է։ Եվ այդ սրբությունը անասունները ոտնատակ են տալիս, անգամ աղանդավորները մոտ չէին գալիս, նիկոլական աղբներ մոտ գալիս, ոստիկանության գնդապետի թույլտվությամբ։ Քանի քրեական գործ հարուցվեց եկեղեցու նկատմամբ բռնի գործերի համար։ Քանի քրեական գործ հարուցվեց։ Ոչ մեկը։ Բոլորը նկարվել է, բոլորը տեսել են, բոլորը գիտեն, բոլորը պատասխան են տալու։ Բոլորը պատասխան են տալու։ Բայց ամենասարսափելին անգամ դա չէ։ Ամեն ժողովուրդ հզոր կամ փոքր է։ Մենք հզոր էինք, երբ մեր նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր։
Մենք հզոր ենք, որ Վազգեն Սպարապետն էր առաջնորդում մեր բանակն ու մեր անվտանգությունը։ Մենք հզոր էինք Ռոբերտ Քոչարյանի շինարար ստեղծագործ հզոր նախագահության ժամանակ։ Մենք հզոր ու հպարտ էինք Սերժ Սարգսյանի օրոք։ Բայց մենք հիմա ոչնչացված ենք։ Մենք այն աշճան ենք ոչնչացված, որ մեր գյուղերը տալիս են Նիկոլը Թուրքին, եւ կան մարդիկ, որ ասում են, «Ա թուրք է, էլի, ինչ անենք, Կիրանցից լցվան Հայաստան, որ վախենանք»։ Կիրանցը այն հենարանն է, որը կգան Հայաստան։ Երբ այդ մարդուն ասում եմ, գիտես ինչ կա, 29 դիրք պետք է հետ գնային, թուրքերը ոչ մի դիրքից հետ չեն գնացել։ Հայերը 28 թե 23 դիրքերից հետ են իջել եւ տվել են Թուրքիային։ Ասում հետո ինչ անենք։ Հասկանում եք, ահա նիկոլականների մտածողությունը։ Ազգային խնդիրների նկատմամբ ոչինչ։ Նիկոլը շնորհակալություն է հայտնում Ալիևին, ով 13,000 հայ է սպանել, ով հայրենիք է գրավել, ով գերի զինվորների կտրած գլուխներով ֆուտբոլ է խաղացել, ով բազմաթիվ տասնյակ աղջիկներ է բռնաբարել եւ անհետացել են։ Մի ամբողջ մանկապարտեզ չկա, անհետացել է։ Ում զինվորը ծունկը դրեց դոշին հայ ծերունում մորթեց եւ Ալիևը փրկեց նրան։ Հայ սպային Գուրգենին կացնահարածին գնդապետի կոչում տվեց, հերոսի կոչում տվեց։ Եվ այդ Ալիևի շնորհակալություն ես հայտնում անասնակեր Հայաստան բերելու համար, անասնակեր, Նիկոլ, անասունը դու ես եւ քպեական աղբն է։ Եվ հաստատեցին, որ պատրաստ ես նաև եկեղեցին ոչնչացնել, որովհետև Ալիևը դա է հանձնարարել, որովհետև եկեղեցին հայ ժողովրդի վերջին հենարանն է։ Ընդհանրապես նիկոլականները, ովքեր եկեղեցու, ովքեր Արցախի դեմ պայքարում էին, դրանք հայ չեն, դրանք մի խումբ են, 300 հոգի եւ 30,000 փողի լափի մեռած ոստիկաններ, մի 2000 ԱԱՑ-ական վիժվածքներ։ Եվ ես այնքան հանճարեղ էր Գորիսեցի գյուղացին Տաթևում, որ ասեց ԱԱՑ-ը դա Ադրբեջանի ազգի ծառան էր, դուք դա եք։ Ինչքան հանճարեղ էր։ Սիրելի ժողովուրդ, անսասան է հայոց վեհապարը, անսասան է հայ ժողովուրդը, բայց հիշեք, այնտեղ որտեղ թուլացել է եկեղեցին, մասսայաբան հայերը մահմեդական են դարձել։ Երբ Տրապիզոնի 5 հայկական եկեղեցիները թուրքերը մզկիթ դարձրեցին 15-րդ դարում, մի դար հետո համշենահայերը դրանք աշտարակից Համամ Ամատունի Հազարապետի ժողովուրդ էին, ովքեր Տրապիզոնը ստացել էին, կենտրոնը բյուզանդիային հողերը փոխանակել էին, Տրապիզոնը տվել էին։ Համամ Ամատունու 1 միլիոնի չափ հայերը մեկ սերունդ հետո մահմեդականացան։ Երբ Նիկոլ Թորոսիչ դավաճան տականքը կաթոլիկ հավատի դարձրեց լիտվական Ռեշպոսպոլիտայի հայերին, մեկ սերունդ հետո բոլոր հայերը լեհացան, ուկրաինացան եւ լիտվացան։ Բոլորը կորցրեցին իրենց ազգային կերպարը։ Երբ կորտված աշխարհում Եվ ծոփած աշխարհում հայոց եկեղեցիները թուրքերը դարձեցին մզկիթներ, բոլորը քրդացան առանց որևէ խոսքի, որովհետև կրթություն չկար, քրդախոս դարձան ու քրդացան։ Եթե հայոց եկեղեցին Ղազավատ դարձավ, ինչպես Փաշազադեն հրամայել Ալիևի հետ միասին Նիկոլին, մենք մեկ սերունդ հետո հասկանում ես Ղազավատ ենք դառնալու։ Ոտքի կանգ ժողովուրդ։ Նիկոլին շատ չի մնացել։ Սատկելու է Նիկոլը, քաղաքական եւ ֆիզիկական առումով։ Սատկելու է։ Փրկեք ձեր հոգին, ձեր եկեղեցին։ Հիմա եթե ամեն դեպքում 28-ին գնա հարձակման, ինչ պետք է անի հայ հավատավոր ժողովուրդը։
Հայ հավատավոր ժողովուրդը եթե իհարկե հայ է, պետք է պայքարի իր եկեղեցու եւ իր վեհափառի համար։ Պայքարի։ Առանց վախենալու։ Նիկոլի վերջը եկել է։ Եվ այդ ցինիկ տականքները, ստախոս տականքները, տեսեք, Նիկոլ, ասում ես եպիսկոպոս գործակալը հրապարակում ես գործակալական ցանցը։ Բոլոր թերթերում հրապարակվեցին Օմեգայի մասին, քո մասին, Ռուբինյանի մասին, որ դուք գործակալ եք։ Բոլորը հրապարակեցին, որ դու դավաճանի թոռ ես։ Դու ինչ պետք է անում հրապարակում ես, այդ օցիալ կաթողիկոսի երեխայի մասին, որ հայտարարել ես, ինչի՞ չես հրապարակում անուն ազգանունը, ինչի՞ ես հրապարակում ծննդյան վկայականը, հայրանունը, ինչի՞ ես հրապարակում օրինակի համար այն մեկը կար է բաներ ԱԱՑ-ի պետեր բան 8 պաշտոն քնչականի պետեր կոմիտեի նախագահ էր անունը ոնց էր դրա Մարիամ ջան Քարամյան հա Քարամյան հա ինչի՞ ես հրապարակում որ դա եպիսկոպոսի զավակ է թե Արաքել Սրբազանը վախից ստորագրել է քո կզագիրը դու ամբողջ աշխարհի առաջ կզած ես ոչնչություն մարդկային ոչնչություն Այ միջալուց ասեմ Թրամփի ուղի հասկացողություն թուրքական աշխարհում չկա ամենտեղ Զանգեզուրի միջանցք այնպես որ դու Զանգեզուրի միջանցքը տվել ես եւ 300 միլիոն էլ վարկ ես վերցնում թուրքերն ասեն այդ վարկը վերցու փոխանցի մենք այդ ճանապարհը կկառուցենք թալանում է ժողովրդին ժողովուրդ ոտքի կանգնի ժողովուրդ շատ վատ է քո վիճակը Դուք չեք պատկերացնում ինչ է լինելու։ Հիմա էլ սահմանադրությունն է փոխում, ասում եմ սահմանադրությունը պետք է փոխենք սահմանադրությունը, այսինքն Ալիևը չի ասել։ Ալիևի բոլոր պահանջները մեկ առ մեկ կատարում է, բայց գիտես ոնց է կատարում։ Մեկը կատարում է, ասում է հաջորդին, դիմադրությունները ոչնչացնելով մեկ արդեն Ալիևի 15 պահանջը հակահայկական ազգագործական պահանջներն նա կատարել է։ Մնացել է 2-ը։ Եկեղեցին վերացնի եւ սահմանադրությունը փոխի եւ Հայաստանը դառնա թուրքական վիլայետ։ Ոստիկաններ դուք պատասխան եք տալու։ Եվ պատրիարքին, այո, Թուրքիայի պատրիարքին բերեն հայոց կաթողիկոս։ Դա բերելով չի, դա ընտրությամբ է։ Հասկանում եք։ Թուրքիա $211 միլիոն Ադրբեջանը տվեց հեղափոխություն արեց։ Թուրքիան 1.5 միլիարդ փող տվեց հեղափոխություն արեց Հայաստանում։ Նիկոլին բերեցին։ Կտան նաև 1 միլիարդ կաթողիկոս կնշանակեն, որպեսզի այդ կաթողիկոսը Հայաստանը վերացնի։ Այլևս Հայաստան չլինի։ Ինչ է ասել Փաշազադեն կրկնեմ, որպեսզի Ղազիների համագումարում Փաշազադը ասաց, որպեսզի յուրաքանչյուր հայ այդ բութ անասուն նիկոլականները հասկանան։ Հայոց եկեղեցին, երբ մենք վերականգնենք Արևմտյան Ադրբեջան մեր պատմական հայրենիքը, հայոց եկեղեցին այն ուժն է, որը կարող է հայերի իրավունքները պաշտպանել, պետք է այն վերանա։ Եվ Նիկոլը վերացնում է։ Գիտեք, դուք ենքան միամիտ եք, որ չեք հասկանում, որ Նիկոլին ոչ թե Հայաստանն է պետք, այդ ժամանակն է պետք։ Նրան պետք է, որ Եվրոպան փող տա, ընտրությունները անցկացնի եւ Եվրոպան թույլ տա բռնապետություն ստեղծելու, իսկ Ռուսաստանից ԵԱՏՄ-ից ինքը հարաբերություն իրեն ոչ Հայաստանի ապագան է պետք, ոչ մի բան։ Թուրքերն ու ադրբեջանցիները հատուկ նշանակության ջոկատներով պաշտպանում են Նիկոլին։ Եվ Նիկոլը գիտի, քանի ինքը իշխանություն է, ինքը ապրելու է, իշխանություն չեղավ, ինքը եւ իր ամբողջ արյունակիցները եւ քպայականները ապրելու իրավունքից զրկվելու են։
Եվ նա բոլոր լարերի առաջ խաղում է, նա չի հետաքրում Հայաստանի վիճակը, չի հետաքրում Հայաստանի հետ աղքատությունը, չի հետաքրում մարդկանց massայական աղքատացումը եւ այդ թանկացումները, նրան ոչինչ չի հետաքրում, նրան հետաքրում է իր իշխանությունը պահի, որովհետեւ իր իշխանությունը հենվում է Ադրբեջանի եւ թուրքական փողերի եւ հատուկ ջոկատայինների վրա։ Հասկանում եք, եւ հայ ամբոխի, անուղեղ, անհայրենիք, ամբոխի, շիզոֆրենիկ անգիտության վրա։ Ասում եք Եվրոպային պետք է, բայց տեսեք, այս այլաշրջապատը կանգնած է Լուկաշենկոն է, Պուտինը։ Դա ինձ առաջել Եվրոպայել գնաց է կանգն է, 17 միլիոն խնդրեց, ստացավ, հա, դիմեց Եվրոպային 17 միլիոն խնդրեց։ Հա, իմիջիալից ասեմ, երբ որ Էրմիտաժում կանգնած էին, իրան այնպես էին կանգնել, որ Նիկոլի երեսը ոչ մեկը չտեսնի, Նիկոլը բոլորի թիկունքում էր։ Դա ոչ մի նշանակություն չունի։ Ռուսաստանը հաղթում է այսօր միջազգային բոլոր հարթակներում, հաղթանակած հզոր պետությունը, որի հետ հաշվի են նստում բոլորը անխնդիր, եւ Հայաստանը իսկ Եվրոպան, ինչպես վերջերս Պուտինն ասեց, քայքայված տնտեսությամբ, քայքայված բարոյականությամբ, քայքայված պետականությամբ ոչինչություն է արդեն կործանման եզրին հասած ոչինչություն է։ Ինչ պետք է անի Եվրոպան մեզ։ Ինչ պետք է անի Եվրոպան, անգամ Մերկասորը, որը ամենաէժան եւ ամենավորակյալ գյուղմթերքներն է արտադրում եւ խմիչքները եւ այլը, որ պետք է արտահանել Եվրոպա, մերժեցին, որովհետեւ իրենց պետք չէ մրցունակ, իրենց պետք չէ էժան, ինչպես Հայաստանը։ Հայաստանը ինչ պետք է տա Եվրոպային։ Չունի ոչինչ տալու։ Ոչինչ չունի տալու։ Հասկանում եք, ոչինչ չունի տալու։ Դա պարզապես կապիկություն է իշխանություն պահելու համար անհեռատես կործանարար քաղաքականություն, ինչպես բոլոր որոշումները Նիկոլի կողմից ընդունվում։